Ամեն, ալելույա, փառք Տիրոջ, եկեք բոլորս միասին սրտան սափկանք Տիրոջ եւ ասենք փառք ես, Տերերի Տեր, արքաների արքա, մեծարանք եւ գովեստ քեզ, օրհնանք եւ փառաբանություն քեզ, շնորհակալ ենք քեզանից, քո մեծ սիրո, ողորմության համար, քո թափած սուրբ արյան համար, քո կրած չարչարանքների համար, շնորհակալ ենք քեզանից, այս հնարավորության համար, որ մենք այստեղ ենք, այս օրվա համար Տեր, որ մեզ պահել ես քո արյամբ, խավարի, ամեն տեսակի մահվան խավար ուժերից եւ դիվային աշխարհի հանկարծահաս հարցակումներից եւ հարվածներից։ Փառք ես Տեր, որ մենք եւս մեկ անգամ հնարավորություն ենք երկրի վրա մտածելու հավիտենության մասին, մտածելու քո թագավորության մասին եւ եւս մեկ անգամ մեր կյանքում հնարավորություն են քո թագավորության համար գործելու Տեր, աղոթելու, երկրպագելու, զոհաբերելու, փառաբանելու, ծառայելու, քո անունդ կանչելու, շնորհակալ ենք քեզանից, շնորհակալ ենք Հայր Աստված, քո որդու համար, նրա թափած սուրբ արյան համար, նրա կրած չարչարանքների համար։ Տերն է իմ հովիվը եւ կարոտություն չեմ ունենա։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ եւ հանդարտ ջրերի մոտ տանում է ինձ։ Իմ անձին հանգիստ է տալիս։ Ինձ առաջնորդում է արդարության շավիղներում։ Իր անունի համար։ Թեև գնամ մահի շուքի ձորում, չար բան նից չեմ վախենամ, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու քո ցուպը նրանք մխիթարում են ինձ։ Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց, դու իմ գլուխը օծում ես յուղով, իմ բաժակը խիստ լիքն է, հենց բարիք եւ ողորմություն կգան իմ ետևից, իմ կյանքի բոլոր օրերում, եւ Տիրոջ տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ։ Գիտես, Դավիթն ասում է, Տերն է իմ հովիվը, ես կարոտություն չեմ ունենա։ Ուզում եմ քեզ այսօր այս խոսքն ասեմ, եթե դու միացել ես մեզ ուղիղ եթերով, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ ամեն երկուշաբթի ժամը 6:30 եւ ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք հիվանդանոցներում պառկած եւ բոլոր հիվանդների, հատկապես երեխաների համար։ Եվ այսօր մենք աղոթելու ենք քեզ համար, որ միացել ես մեզ այս ուղիղ եթերին եւ հետո կնայես ծայրագրությունը, աշխարհի տարբեր երկրներում նայում են այս ծառայությունը, օրհնվում են, ընդունում են Տիրոջ բժշկարար զորությունը, ընդունում են հայտնությունը, որ Տիրոջ մեջ բժշկություն կա եւ Տերը հրաշքներ ու նշաններ անում նրանց, ովքեր որ հավատքով կանչում են իր անունը։ Եվ Դավիթն ասում է, Տերը իմ հովիվս է եւ կարոտություն չեմ ունենա։ Գիտես, թագավորը ինչ կարոտություն պիտի ունենար կամ ինչ կարոտության մասին էր խոսքը, բայց ասեմ քեզ նույնիսկ թագավորներն են կարոտում։ Բայց Դավիթն ասում է, Տերը իմ հովիվն է։ Ինչ է նշանակում հովիվ։ Նա գիտի ուր է տանում մեզ։ Հովիվը գիտի ուր է մեզ առաջնորդում։ Նա գիտի կանաչ տեղերի մասին։ Նա գիտի հանգիստ ջրերի մասին։ Եվ նա գիտի մեզ ինչ ջրերի մոտ տանի։ Եթե մինչև հիմա Տերը չի եղել քո հովիվը, կարող ես սրտիդ մեջ Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունես, որպեսզի նրա ցուպն ու գավազանը քեզ մխիթարի, նրա Սուրբ Հոգին, եւ դու մխիթարություն ունենաս քո կյանքի մեջ։ Հնարավոր է անբուժելի է հիվանդությունը, հնարավոր է բուժման ընթացքի մեջ ես եւ հիվանդությունդ կբուժվի, բայց մի բան կա մեր կյանքի մեջ, որ առանց նրա մենք չենք կարող։ Նա մեր կյանքում ուզում է լինի ամեն ժամանակ հովիվ։ Ոչ թե միայն կարոտության, ոչ թե միայն նեղության, ոչ թե միայն հիվանդության ու աղքատության մեջ,
Ալ Դավիթն ասում է ես կարոտություն չեմ ունենա, այսինքն չի ասում ես կարոտության մեջ եմ եւ Տերը իմ հովիվն է, ասում է ես կարոտություն չեմ ունենա, որտեվ Տերը գիտի ինչի մեջ առաջնորդում, երբ լինում է երբևիցե որ մեր կյանքում ամեն մեկիս կյանքում եղել է, երբ որ մենք Տիրոջից առաջնորդվել ենք, բայց մենք մի տեսակ չենք վստահել, մենք չենք ուզեցել անել այն ինչ որ Տերն ասում է եւ մենք մտածել ենք, բա սենց բանենց, բա որ սենց չանենք, բա որ նենց անենք, բա որ սենց անենք, ոնց կլինի նենց անենք եւ գիտես Դավիթն ասում է նա գիտի ուր է մեզ առաջնորդում, նա հանգիստ ջրերի մոտ է մեզ տանում, իմ անձին հանգիստ է տալիս, ինձ առաջնորդում է արդարության շավիղներում, որովհետև նրա արյունը մաքրեց մեզ մեր բոլոր մեղքերից եւ մենք չունենք մեղքի դատապարտություն, որովհետև Հիսուս մեր մեղքերը վերցրեց եւ մեզ համար նզով եղավ, անիծվեց խաչի վրա, որտեղ գրված է անիծյալ լինի նա որ խաչի վրա կգանվի եւ նա վերցրեց մահը նրա վրա իշխանություն չէր ունենա, եթե նա մեր մեղքերը իր վրա վերցրած չլներ։ Մահը չէր կարող նրան գերեզման իջեցնել, դա իմ ու քո մեղքն էր։ Եվ երբ որ նա ավանդեց իր հոգին, նա 3 օր մտավ մահվան իշխանության տակ, բայց քանի որ մահը նրա վրա չէր կարող հավիտյան իշխեր, որտև նա գին էր վճարել իմ ու քո մեղքերի համար, երբ որ նա գինը վճարեց, նա դուրս եկավ գերեզմանից մեր մեղքերի համար։ Թերևս դժոխքը սատանան, մարդիկ ովքեր որ քիթները մցնում են եւ սիրում են այդպես ապրել ուրիշի կյանքով, ուրիշի կյանքի մեջ անպտուղ չորացած աղբյուրների նման, այդ մարդկանց գործն է դա, բայց Քրիստոս մեզ հետ է, երբ որ մենք ընդունում ենք մեր արդարությունը նրա արյամբ, եւ մենք ընդունում ենք մեր մեղքերի արդարությունը եւ նրա արյունը մեզ համար։ Եվ ասում է, թեև գնամ մահի շուքի ձորում, եղել է ժամանակ, որ բոլորս հիվանդացել ենք, ես էլ հիշում եմ, որ կորոնավիրուսը ամբողջ Հայաստանով մեկ տարածված էր, ես էլ հիվանդացա եւ պարկեցի հիվանդանոց։ Ես մի բան ասեցի, ես Տեր ունեմ եւ նա ինձ հետ է։ Թեև գնամ մահի շուքի ձորում, այսինքն չի ասում չեմ գնա, կգնամ ասում մահի շուքի ձորում, բայց այնտեղ էլ Տերը ինձ հետ է եւ նրա գավազանն ու քո նրա ծուփը կմխիթարի, այսինքն այդ մահվան շուքի, այդ հիվանդության, այդ անեծքի, այդ դժվարության, այդ տառապանքի մեջ ես մխիթարություն ունեմ, որ Տերը ինձ հետ է եւ եթե Տերը մեզ հետ է, ով կարա մեզ հակառակ լինել։ Շատ մարդիկ կան, որ հուսահատությունը, վհատությունը, մահվան վախը իրանց սրտի մեջ տեղ է գտնում եւ մարդիկ չեն հավատում, որ կա ելք, կա Տիրոջ մխիթարող գավազանը։ Եվ երբ որ Իսրայելը կանգնեց Կարմիր ծովի առաջ, Աստված Մովսեսին ասաց գավազանը բարձրացրա։ Եվ մենք այսօր այդ իշխանության բարձրացնում ենք Հիսուսի անունով մեր Տիրոջից տրված գավազանը քո կյանքի բոլոր փակուղիների վրա, քո կյանքի բոլոր արգելքների վրա։ Եվ մենք բարձրացնում ենք Հիսուսի անունով մեր աղոթքն ու աղաղակը դեպի երկինք, եւ մենք բարձրացնում ենք Հիսուսի անունով այն իշխանությունը, այն իշխանության գավազանը ամեն սատանայի խավարի դիվային աշխարհի կողմից բերված արգելքների ու խոչընդոտների վրա, եւ մենք ճեղքում ենք խոսում, եւ մենք վերցնում ենք Հիսուսի անունով քեզ սատանայի խավարի ճիրաններից, այն ինչ որ նա գրավել է, այն ինչ որ նա վերցրել է, մենք հետ ենք վերցնում քո առողջությունը, քո ֆիզիկական ուժը, հետ ենք վերցնում թշնամու ճանկերից
Եվ քեզ ենք վերցնում հիվանդության անեծքի մեջից, որտեղ Հիսուս մեր հիվանդությունների, ցավերի, մեղքերի համար անեծք եղավ, եւ ես հռչակում եմ նրա բժշկարար զորությունը քո կյանքիդ վրա։ Հիսուսի անունով ես փառավորում եմ քեզ, Հայր, գոհանում եմ քեզանից, մեծարում ու փառք եմ տալիս քեզ եւ բարձրացնում եմ Հիսուսի անունով, Հայր, ամեն հիվանդությունների ու ամեն ցավերի, բոլոր նրանց, ովքեր որ մեզ նայում են, ես հռչակում եմ քո բժշկարար զորությունը, որ նրանց մարմնի վրայից անհետանան ամեն տեսակի Տեր իմ Աստված ուռուցքները, վերքերը, ամեն տեսակի հիվանդությունները քո ձեռքերիդ մեջ եմ բերում, Հիսուս, քո վերքերիդ մեջ, քո արյան մեջ, Հիսուս, փառքերի Տեր, դու խաչի վրա չարչարվեցիր, որ մենք այսօր ունենանք մեղքերի թողություն, բժշկություն, ազատագրություն, եւ ես Հիսուսի զորավորանով քանդում եմ այդ հիվանդության անեծքներն ու շղթաները։ Ես խոսում եմ բժշկություն, Տեր, բոլոր նրանց վրա, ովքեր որ մեզ հիվանդասենյակներում նայում են, ովքեր որ իրենց տանն են, որտեղից որ միացել են մեզ ուղիղ եթերով այս Տեր իմ Աստված տեսախցիկից այն կողմ, ես խոսում եմ, որ քո Աստվածային ուժ դուսորությունը հպվի ամեն հիվանդ մարմնի, երեխաներին, պատաններին, մանուկներին, ծերերին, կանանց, տղամարդկանց, աղջիկներին, Հիսուսի անունով ես խոսում եմ ազատագրություն, եւ ես հալածում եմ այդ թիվային ուժերը, այդ հիվանդությունները եւ այն բոլոր խավար ուժերն ու ոգիները, որոնք կանգնած են այդ հիվանդությունների հետևում, սաստում եմ ասում, թող սատանա, հեռացրա քո ճանկերը, դու պարտված ես եւ դու իշխանություն չունես որևիցե մեկի վրա։ Հիվանդության ամեն կապանքները ջախջախում եմ եւ հռչակում եմ քո փառավոր հաղթանակը, քո արյունը, Տեր, քո արյունը, Տեր, քո արյունը, Տեր, մաքրիր, 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 քո արյան զորությամբ ամեն անեծք, ամեն թուղթուգրերը, ամեն կախարդության անեծքները Հիսուս Քրիստոսի անունով թող ջախջախվեն ու քանդվեն, թող անհետանան եւ հեռանան, թող հոդս ցնդեն Հիսուսի անունով փառավորում եմ քեզ, Հայր, մեր աղոթները լսող, մեր աղոթներին պատասխանող, բոլոր հիվանդանոցներում պառկած հիվանդների համար եմ աղոթում, քո զորությունը թող իջնի բոլոր նրանց վրա, ովքեր մեզ չեն նայում, Տեր, թող քո բժշկարար զորությունը իջնի, թող քո զորությունը հպվի, Տեր, եւ քո բժշկությունը, Տեր, քո աստվածային բժշկությունը հասնի ամեն մարմնի այս աղոթքով, որտեղ խաչի փառավոր հաղթանակը հնարավորություն տվեց այս աղոթքին, որ Տեր իմ Աստված հասնի հասցեատերոջը եւ արդյունք բերի հրաշքներով, նշաններով, փառքը թող երևա, թող ամեն սիրտ քո Տեր իմ Աստված թագավորության համար բացվի, թող ամեն լեզու դավանի, որ Հիսուս Տեր է, թող գա քո զորությունը, ներկայությունը ամեն տկար հոգիների վրա, սառած սրտերի վրա, թող քո փառավոր հոգու գետը բխի ամեն Տեր իմ Աստված, փառավոր Տեր ջան, հոգիների փորից, որոնք որ մկրտված են, լցված են Սուրբ Հոգով։ Օ, հալելույա քեզ, ողջ փառքը քեզ, ողջ պատիվը քեզ, մեծարանքը քեզ, հո հալելույա, որտեղ որ գտնվում ես, պարկած, կանգնած, այս աղոթքը քեզ համար է, փակիր քո աչքերդ եւ ձեռքդ դիր քո հիվանդ տեղիդ վրա, ես աղոթում եմ, որ Տիրոջ զորությունը զգաս քո հիվանդ մարմնի անդամի վրա, որ նրա կրակն ու ջերմությունը հպվի, Հիսուսի անունով, հոդս ցնդեցնելու։ Օ, ամեն ուռուցքները, մետաստազները, գրևը բրեկո ֆոնտո բրեկ, գրեգավը բրևն Ջիզուս։ Հիսուս, սահմանափակություն չկա քո զորությանը, Տեր, շարժվիր քո փառքով, հպվիր, Տեր։ Օ, փառք ես, այս մեծ հաղթանակի համար, այս ողորմության համար, քո գավազանն ու քո ծուպը թող մխիթարի ամեն հուսահատ սրտերը, Տեր, մահվան շուքի ծորում, հայտնված, անձանց, այցելիր քո զորությամբ, Տեր, եւ դու փառավորվիր, Հայրս, Հիսուսի անունով, ինչ որ մեկի պարոնոցի վրա աղերի կուտակումից ուռուց կա,
Ես խոսում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ներծծվի այդ ուղուցքը։ Հո, հալելույա, փառք ես Տեր։ Ես աղոթում եմ, որ խուլ ականջները բացվեն, գույր աչքերը տեսնեն, կաղ ոտքերը քայլեն, քո զորությունդ գա բոլոր այն հոգիների վրա, ովքեր որ ֆիզիկական դունություն ունեն, Տեր, ովքեր որ ինսուլտ են տարել, Տեր, ես աղոթում եմ, որպեսզի քո զորությունը դիչնի եւ վերականգնվի նրանց մարմինը։ Ինձ հետ միասին ընդունիր Հիսուսին այս աղոթքով եւ ասա. Հիսուս, ես ընդունում եմ քեզ իմ սրտիս մեջ որպես միակ Տեր եւ Փրկիչ։ Ասա. Հիսուս, ընդունում եմ քեզ իմ սրտիս մեջ որպես Տեր եւ Փրկիչ։ Ասա, շնորհակալ եմ, որ իմ մեղքերի ու հանցանքների վրա համար խաչի վրա չարչարվել ես։ Ասա, շնորհակալ եմ քո արյան համար։ Ներիր ինձ իմ բոլոր մեղքերս, ասա։ Քո արյամբ սրբիր ինձ։ Թող ջախջախվի ամեն շղթա, ամեն կոպանք, ամեն անեծք իմ կյանքում, ասա։ Այս աղոթքը կրկնիր։ Հիսուսին հրավիրի սրտիդ մեջ, կյանքիդ մեջ, քո տանդ մեջ, քո ընտանիքիդ մեջ։ Նա ուզում է դառնա քո տան Տերը։ Նա ուզում է բնակվի քո տանդ մեջ։ Ում որ սիրում ես, տանում ես քո տուն։ Նրա հետ շփվում ես ոչ թե նեղության ժամանակ, այլ ամեն ժամանակ Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ իր որդուն տվեց միածին մեզ համար։ Այդ սերը թող արձագանք գտնի այս քո աղոթքով եւ ասա. Հիսուս, շնորհակալ եմ, ես ընդունում եմ քեզ, այդ սերը իմ կյանքիս մեջ։ Ասա, սա բժշկություն է բերում։ Եվ ասա, քո արյունը թող մաքրի ամեն մեղք, ջախջախի ամեն մեղքի շղթա ու կապանք, ազատագրի ամեն կախվածություններից, եւ ես Հիսուսի անունով բարձրացնում եմ ձեռքերս ամեն տեսակի կախվածությունների վրա, թմրադեղերի, ծխախոտի, ալկոհոլի, ամեն տեսակի կախվածությունները դու քանդիր, Տեր։ Հիսուսի անունով ես բարձրացնում եմ ձեռքերս ամեն սատանայի խավարի, դիվային ուժերի, հովերի, ծովերի, փոթորիկների վրա, որ Տեր իմ Աստված ընտանիքների վրա հարձակումներ կան, եւ ես սաստում եմ այդ խավար ուժերը։ Եվ ասա, Հիսուս, շնորհակալ եմ, որ քո արյամբ ինձ մաքրեցիր ու ներեցիր։ Շնորհակալ եմ, որ ինձ դսեցիր։ Շնորհակալ եմ քեզանից։ Հալելույա։ Փառք ես Տեր։ Շնորհակալ եմ քեզանից։ Օրհնում եմ քո սուրբ ու պատվականունդ։ Հալելույա։ Փառք ես Տեր։ Այս աղոթքը կշարունակի Անդրանիկ եղբայրը։ Փառք ես հրաշալի ամենակարող Տեր, փառք ես քո բժշկարար զորությամբ փոխվիր, փառավոր օրհնյան ամենակարող Տեր, ամեն մտքի եւ սրտի քո փառավոր անունդ ենք հռչակում, փառավոր օրհնյան ամենակարող Տեր, ամեն հիվանդի վրա Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անով, որտեղ որ դրված են ձեռքեր, փառավոր օրհնյա Տեր, թող քո կրակը գա, փառավոր Տեր, քո բժշկարար զորությունը թող խփվի հենց հիմա Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անով։ Եվ ամեն հիվանդություն հենց հիմա նահանջում է, այնտեղ որտեղ որ գտնվում է, այնևս դա նրա տեղը չի, որտեղ այդտեղ գալիս է Տիրոջ զորությունը, որտեղ այդտեղ գալիս է Տիրոջ բժշկությունը, եւ այդտեղ այնևս չի մնալու այդ հիվանդությունը, որտեղ հիվանդության տեղը մեր մարմնից դուրս է, մեր կյանքից, մեր ընտանիքից, մեր երեխաներից, մեր ծանոթներից ու բարեկամներից դուրս Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անով, որտեղ մեր մեջ կա Տիրոջ զորությունը, Տիրոջ ներկայությունը եւ Տիրոջ Սուրբ Հոգինը, որտեղ որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է, այնտեղ կապանքներից ազատագրություն է, այնտեղ բժշկություն է, այնտեղ վերականգնում է եւ հիվանդությունը մեր մարմնի վրա իշխանություն չունի։ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անով ցանկացած հիվանդություն թող նահանջի հենց հիմա Հիսուսի զորավոր անունով, որովհետև Տիրոջ անունը ավելի մեծ ու զորավոր է եւ Սուրբ Հոգին ավելի զորավոր է ցանկացած հիվանդությունից ամեն հիվանդություն թող նահանջի Հիսուսի անունով եւ քո խաղաղությունը թող գա ամեն մեկի մտքի սրտի մեջ, որովհետև Տերը խոստացել է եւ Տերը բժշկում է եւ այդ խաղաղությունն ու մխիթարությունը թող գա մեր մեջ, որ մենք բժշկված ենք, որ Քրիստոս խոստացել է եւ նրա անունը դա մեր կյանքի մեջ։ Մենք վերցնում ենք եւ խոսում ենք այդ բժշկությունը ամեն մեկի կյանքի մեջ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Փառք ես հրաշալի Տեր, փառք եւ գոհություն քեզ, հալելույա։ Շնորհակալ ենք քեզանից փառավոր օրհնյա Տեր։ Հալելույա, փառք ես Տեր ջան։ Շնորհակալ ենք քեզ։ Փառք ես Տեր ջան, շնորհակալ ենք քեզ։ Մենք փառավորում ենք քեզ, Հայր։
Մենք փառավորում ենք քեզ թանկագին հայր, որ դու 2000 տարի առաջ ուղարկեցիր քո որդուն Տեր ջան, տեսնելու մարդկանց տանջանքը, տառապանքը Տեր, թե մեղքի արդյունքը ինչ բերեց մարդու կյանքում, որն էր հիվանդությունը Տեր, դու ուղարկեցիր քո որդուն, դու նրա վրա դրեցիր մարդկության ողջ մեղքի դատապարտությունը Տեր, եւ դու մարդկությանը փրկեցիր մեղքի հետևանքից, որը մահն էր, որը հիվանդությունն էր։ Եվ մենք շնորհակալ ենք այսօր այս բժշկության համար, Տեր, այս բժշկարար քո զորության համար։ Եվ քո ձեռքերիդ մեջ ենք բերում, Տեր ջան, բոլոր այն անձերին, ովքեր հիմա նայում են, տղամարդկանց, կանանց, երեխաներին, Տեր, մենք աղոթում ենք, որ քո Սուրբ Հոգովը հպվես նրանց, Տեր ջան, նրանց գլխից մինչև նրանց ոտքերի ծայրը, Տեր, նրանց բժշկես, փառավոր Տեր ջան, որովհետև ավետարանը ասում է, որ Հիսուս Քրիստոս ման էր գալիս բարի անելով եւ սատանայի կողմից ամեն հարստահարվածներին ազատելով, այսօր Հիսուս Քրիստոս իր եկեղեցու միջոցով ման է գալիս երկրի վրա բարի անելով եւ սատանայի կողմից ամեն հարստահարվածներին ազատելով եւ մենք այն իշխանության, որ Հիսուս Քրիստոսից առել ենք, մենք ազատում ենք ամեն սատանայի կողմից կապվածներին, ովքեր կապվել են հիվանդությունով, մենք ազատում ենք այս միաբանության մեջ եւ Հիսուսի անունով ասում ենք, թող ազատվեն այսօր կապվածները, մենք այստեղ ենք հրճակելու համար կապվածներին ազատագրություն, կույրերին տեսողություն, կաղերին քայլել տալու համար, մենք խոսում ենք բժշկություն ամեն անձի կյանքում, որ հիմա նայում այստեղ Մենք խոսում ենք Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր հաղթանակը, նա վերքերից եկած բժշկությունը Հիսուսի անունով, եւ մենք շնորհակալ ենք քեզ Տեր ջան, շնորհակալ ենք քեզ փառավոր հայրս, շնորհակալ ենք քո Սուրբ Հոգու համար Տեր ջան, քո փառավոր Սուրբ Հոգու զորության համար, որ այսօր այստեղ մեր մեջ է, մենք շնորհակալ ենք Տեր ջան, մենք խնդրում ենք այս բժշկությունը այս մարդկանց համար, քո որդու Հիսուսի անունով, եւ դու ասեցիր Տեր ջան, ինչ որ խնդրեք իմ անունով, հայրը պիտի տածե Այսօր մենք խնդրում ենք հայր քո որդու Հիսուսի անունով այս հանդիսատեսի այս մարդկանց ովքեր այսօր դիտում են նրանց բժշկությունը Տեր եւ մենք հավատում ենք որ հիմա առնում ենք եւ նրանք հենց հիմա բժշկվում են հենց հիմա նրանց կյանքում գալիս է բժշկություն եւ մենք Շնորհակալ ենք քեզ, նախապես Տեր, վերջերևացած ամեն բաների համար, մենք շնորհակալ ենք քեզ, շնորհակալ ենք այն բժշկության համար, որ դու հիմա տալիս ես Տեր, մենք գոհանում ենք, մենք փառավորում ենք քեզ, Հայր, քո որդու Հիսուսի անունով, ամեն։ Փառք քեզ Տեր, հալելույա, շնորհակալ ենք, շարունակում ենք աղոթել, փառք Տիրոջ։ Փառք Տիրոջը։ Խոսում ենք Տիրոջ զորավոր բժշկությունը այն բոլոր հոգիների վրա, ովքեր հիմա հիվանդության մահճում են պարկած։ Տիրոջ զորավոր անունով, Տիրոջ խոսքի համապատասխան, որ ասում է. Որտեղ Սուրբ Հոգին է, այնտեղ ազատություն է։ Սուրբ Հոգին այստեղ մեր մեջ է։ Եվ մեր խոսքով գալիս է Հիսուսի անունով ձեր վրա։ Բոլոր այն հոգիների եւ մարմինների մեջ ովքեր դրա կարիքն ունեն Հիսուսի անունով եւ ազատում է բոլորին հիվանդության կապանքներից եւ ամեն ցավերից եւ ամեն կապանքներից ամեն դիվան ազդեցություններից Հիսուսի անունով փառք Տիրոջ Մենք շնորհակալ ենք եւ գոհանում ենք քեզանից հաղթանակ տարած Տեր փառք քեզ Մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը քո մարմիններով ամեն ցավերի, ամեն հիվանդությունների, ամեն ավեստների, թուղթուկների, որ նայում են մեզ եւ նայելու են Տեր, քո հրաշքներով եւ զորությունով, արտությանը զորավոր կրակը, թող բռնկվի հայոց աշխարհում, թող քո հոգին իջնի Տեր, ամեն մարմնի վրա եւ ամեն լեզու դավանի, որ Հիսուս Տեր է, թող քո Սուրբ Հոգուդ կրակը իջնի Տեր, այս Պենտեկոստեի նախօրերին Տեր, թող քո հոգուդ զորությունը գա ինչպես Վենատանը եկավ ամբողջ Իսրայելի վրա, եւ մենք բերում ենք Հայաստանը, մենք բերում ենք գյուղերը, քաղաքները, բերում ենք Երևանն ու Երևանի բոլոր վարչական շրջանները, Սուրբ Հոգուդ զորավոր կրակի մեջ, թող վերստին մարդիկ ծնվեն, թող փառավորվի քո Սուրբ անունը Տեր, Հիսուսի անունով արժան ես, փառքերի,
քո փառքը ցույց տուր Տեր, թող քո զորությունը կատարեր, Հիսուս, Հիսուս, կանչիր Հիսուս անունը, մեր քարապետ, մեր հրաշալի քանապետ, մենք կանգնած ենք քո գահի առջև, համարձակություններով, շնորհք եւ ողորմություն խնդրելով եւ քեզանից շատ ժամանակին պատասխան ստանալու համար, որովհետև այնպիսի քահանա չէ, որ չկարողանա մեր տկարություններին Փառք Հիսուս, Փառք Հիսուս, Փառք Հիսուս, հալելույա, Փառք Հիսուս, Փառք Հիսուս, Փառք Հիսուս, Փառք Հիսուս, Եվ Աստված այնպես աշխարհս մեր Տեր որին միացին որքնես մեր աղոթներն ու աղոթները բարձրացնում ես համազովին վայդուր չփորձես ապրես նրա կյանքով հավիտյան Եվ Աստված այնպես աշխարհը սիրեց, որին միացին որդուն տվեց, քեզ համար զոհվեց, դու չփորձես, ապրես նրա կյանքով հավիտյան Աստված Մենք գոհանում ենք և շնորհակալ ենք քեզանից Թող քո լույսը ծագի ամեն խավար սրտի մեջ Թող ամեն կապան քանդվի Թող ամեն շղթա ջախջախվի Թող քո բժշկարար զորությունը դիչնի ինչպես եղբայրներս աղոթեցին Ես միանում եմ ամեն հիվանդ հոգու համար Տեր որպեսզի հներն անցնեն և ամեն բան նոր լինի Թող Տիրոջ օրհնությունը հանգչի բոլորիդ վրա և Տիրոջ խաղաղությունն ու սերը ձեր սրտերի մեջ թագավորի Եղիր բժշկված և միացիր մեզ ամեն երկուշաբթի ժամը 6:30 ամեն չորեքշաբթի 6:30 և ամեն կիրակի 2:30 Կարող ես անձամբ ֆիզիկապես ներկա լինես Երևան Արաբկիր համայնք Վաղարշյան 12 հասցեում ամեն երկուշաբթի 6:30 ամեն չորեքշաբթի 6:30 և ամեն կիրակի 2:30 Սիրով կսպասենք քո վկայություններին